Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են, լքված Կիլիկիա, երբ Ֆրանսիան երես թեքեց իր պաշտպանության տակ գտնվող հայերեն, Արմենակ Աբրահամյան, գոռոցյալ մայրաքաղաքը, որ աշխարհը ջանցավ, պատերազմը պիտի չսահմանափակվի Իրանով, Արևմտյան Հայաստանի ժառանգությունը, թիվերը կբացահայտեն մտահոգիչ իրականությունը, Վանի պաշտպանները մանկության սահմանին, հայտնի արձանագործը պիտի կառուցի հայրու ցեղասպանության Օրենջ քաունթի հուշարձանը, Մեծկերտի հայկական եկեղեցին ուշադրության կարիքն ունի, Կատաև անսպասելի բացահայտում Տիգրանագերդեն 1919 թվականի փետրվար 1-ին Արևելքի լեգիոնը վերանվանվեցավ Արևելյան լեգիոն, որու 107-րդ տարեդարձը կնշվի այսօր։ Հայկական բանակի պատմությունը հաճախ ներկայացված է խեղաթյուրված, կարծես մինչև նորանկախ Հայաստան հայ զինված ուժեր չկային։ Դեռ 1912 թվականին ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդ Պողոս Նուբար-փաշային լիազորած էր վարելու դիվանագիտական բանակցություններ Արևմտյան Հայաստանի մեջ հայկական պետություն ստեղծելու նպատակով։ 1915 թվականի մայիս 24-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը համատեղ հռչակագրով դադարեցին Օսմանյան իշխանություններու հանցագործությունները հայ ժողովրդի դեմ որպես մարդկության դեմ հանցագործություններ։ 1915 թվականի Մուսա Լերան դիմադրության ընթացքին շուրջ 4-5 հազար հայ փրկվեցավ ֆրանսիական նավատորմի կողմէ, դառնալով ֆրանս-հայկական համերաշխության պատմական խորհրդանիշ։ 1916-ին 1918 թվականներուն Ֆրանսիայի հովանիի ներքո կազմվեցավ Արևելյան լեգիոնը, որը 1918 թվականի հուլիսին ներգրավվեցավ ռազմական գործողություններուն Պաղեստինի մեջ։ Նոյեմբերին Կիլիկիայի մեջ կենտրոնացած էր շուրջ 15 հազար զինվոր, հիմնական հայ գամավորներ։ Պատերազմեն յետ Կիլիկիան ազատագրվեցավ, երակույն դրոշները ծածանեցան Ադանայի, Մարաշի և Այնտաբի մեջ, իսկ 1920 թվականի օգոստոս 4-ին Կիլիկիան հռչակեց անկախություն ֆրանսիական իշխանություններու ներկայության ներքո։ Սակայն քաղաքական շրջադարձի հետևանքով Ֆրանսիան 1921 թվականի հոկտեմբեր 20-ին ստորագրեց Անկարայի համաձայնագիրը և դուրս բերավ զորքերը Կիլիկիային։ Անոր ամիջապես հետևեցան նոր գոտորածներ, զանգվածային քաղաք և Կիլիկիայի հայաթափում։ 1921 թվականի քաղաքը վերջնականապես փակեց Կիլիկիան Հայաստանի էջը, հայկական պատմության մեջ մնալով որպես չկատարված խոստումի և դավաճանված պաշտպանության խորհրդանիշ։ Հարգելի հայրենակիցներն ամբողջությամբ կարելի է կարդալ մեր պաշտոնական կայքեն։ Գարսի շրջանը գտնվող Անիի հնագիտական համալիրը, որ կներառե նաև 11-րդ դարու Սուրբ Գրիգոր եկեղեցին, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկին մեջ։ Միջնադարյան հայկական ճարտարապետության այս բացառիկ վկայությունը կհիշեցնե Անիի երբեմնի պարկը որպես կարևոր քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոն։ Սուրբ Գրիգոր եկեղեցին կզադորոշվի իր յուրահատուկ ճարտարապետական լուծումներով և բարձրավեստ քարագործությամբ, վկայելով հայ միջնադարյան մշակույթի ստեղծագործական ներուժի մասին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճանաչումը կարևոր քայլ մնե Անիի պահպանման, միջազգային ուշադրության և պատմական ժառանգության արժևորման ուղղությամբ։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խոմեյնի հայտարարած է, որ Իրանի դեմ պատերազմը պիտի տարածվի տարածաշրջանի մյուս երկրներուն վրա։ Անկեղծորեն կսեմ, թե եթե պատերազմը լա, այն անպայման տարածաշրջանային պիտի ըլլա, ըսած է ան երիտասարդներու հետ հանդիպման ընթացքին։ Արևմտյան Հայաստանի մեջ քրիստոնյա բնակչության նվազման միտումը կշարունակե խորանալ։ Բադրիարքարանի տվյալներով 2025 թվականին արձանագրված է 183 մկրտություն և 527 թաղում, ինչ որ կվկայե լուրջ ժողովրդագրական անկման մասին։ Ընկերային տնտեսական ճգնաժամը նաև իր աստեցությունը ունի։ Անվճար հոգևոր արարողություններուն թիվը աճած է, քանի որ շատ ընտանիքներ չեն կրնար հոգալ տահման ծախսերը։ 2021-ին 2025 թվականներուն մկրտությունները գրեթե կրկնակի նվազած են, իսկ մահերը կշարունակեն գերազանցել ծնունդները։ Նվազած են նաև ամուսնությունները, խորացնելով ճգնաժամը։ Այս պատկերը ահազանգ մնե ոչ միայն Արևմտյան Հայաստանի քրիստոնյա հայ համայնքին, այլ նաև Արևմտյան Հայաստանի պատմական ժառանգության շարունակականության համար։ Մասնակետներու և հոգևոր առաջնորդներու կարծիքով, եթե այս միտումները չկասեցվին, բնակչության նվազումը կրնա դառնալ անթարնալի։ 1919 թվականին հրապարակված այս պատմական լուսանկարը հավերժացուցած է Վանի հերոսական պաշտպանության քիչ անցված, բայց խորապես հուզիչ էջը։ Պատկերին մեջ կերևին հայ տղաք, որոնք 1915 թվականի ապրիլ 19-ին մինչև մայիս 16-ը մասնակցած են Վանի պաշտպանության։ Անոնցմե ամենեն մեծը ընդամենը 12 տարեկան էր։ Այս երեխաները, որոնք տակավին պետք էր ապրեին խաղաղ մանկությունը, ստիպված կանգնեցան կյանքի ամենեն դաժան փորձության դիմաց։ Անոնց հայացքներուն մեջ միախառնված են վախը, վճռակամությունը և աննկուն կամքը պաշտպանելու իրենց տունը, ընտանիքն ու ինքնությունը։
Լուսանկարը ոչ միայն փաստագրական արժեք ունի, այլ նաև հիշեցում մնե այն մասին, թե ինչ կին վճարած է հայ ժողովուրդը գոյատևման համար։ Վանի այս փոքրիկ պաշտպանները դարձած են մեծ պատմության լուր վկաներ եւ խորհրդանիշներ մարդկային դոգունության եւ արժանապատվության։ 2026 թվականի հունվար 29-ին Հայրութ ցեղասպանության Orange County հուշարձանի հանձնախումբը համաձայնություն ձեռք բերավ մրցանակագիր արձանագործ Բրիթնի Ռայանի հետ իր վայնի Great Ike-ի մեջ հուշարձան կառուցելու համար։ Մանրագերտը պիտի պատրաստվի մինչև ապրիլ, իսկ բացումը նախադեсված է 2028 թվականի գարնան։ Հուշարձանը պիտի պատկերացնի մոր եւ մանուկի կերպար գրունկներով, որպես վերապրումի եւ հիշողության խորհրդանիշ։ Հանձնախումբը կհամախմբի հայկական գազམ་ագերբությունները պատմական հիշողությունը պահպանելու եւ փոխանցելու նպատակով։ Դերսիմի Մեծկեր շրջանի մեջ գտնվող հայկական եկեղեցին այսօր կգտնվի անմխիթար վիճակի մեջ։ Դարիներու անուշադրությունն ու վերականգնման աշխատանքներու բացակայությունը պատճառ դարձած են, որ եկեղեցին աստիճանաբար ավերվի եւ կանգնի գործանման եզրին։ Այս պատմական սրբավայրը ոչ միայն հայկական մշակութային եւ հոգեվոր ժառանգության կարևոր մաս մնե, այլ նաեւ դարաձաշրջանին բազմաշերտ անցյալի լուր վկան։ Դեղի բնակիչներն ու ժառանգության պահպանմամբ զբաղվող շրջանակները կնշեն, որ շտապ անհրաժեշտ է ձեռնարկել պահպանման եւ վերականգնման քայլեր եկեղեցին վերջնական գորուստեն բրգելու համար։ Մեծկերտի Գոլբաղի հայկական եկեղեցին այսօր ուշադրության, խնամքի եւ պատասխանատու մոտեցման կարիքն ունի, որբեսի գարենա շարունակել իր գոյությունը որպես պատմության եւ հիշողության կենտրոնի հուշարձան։ Քաթայիվի ցակման շուրջ վերջին օրերուն զավալած քննարկումները նոր թափստացան քրդական քաղաքականության հայտնի գործիչ Ալտանտանի Հայդարարութենեն ետք։ Ան շեշտեց, որ Քաթայիվը 19-րդ դարուն պատկանած է Տիգրանագերդի հայրուն։ Ալտանտանը զայն համեմատեց տարածաշրջանին մեջ ջանցված այլ խոհարարական վեճերուն հետ, սակայն այս անգամ իր խոսքով իրական պատկերը պատմական է եւ հստակ։ Քաթայիվի իրական դերերը Տիգրանագերդի հին դեղացի հայեր են Սավթանը, ավելցնելով, որ ճիշտ հայերն ու ասորիներն էին քաղաքի հիմնական բնակիչներ ու խոհարարական մշակույթի գրողները։ Ան հիշեցուց, որ 1869 թվականի մարտահամարին համաձայն Տիգրանագերդ քաղաքի կենտրոնական բնակչության մոտ կեսը կկազմեին հայերն ու ասորիները։ Այս հայտարարությունը նոր լույս կսփռե ոչ միայն Քաթայիվի պատմության, այլ նաև դարաձաշրջանի բազմազգ եւ բազմամշակութային անցյալի վրա, հիշեցնելով, որ խոհանոցը հաջող պատմության ամենեն անկեղծ վկան է։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։